Ապրիլի 18-ին Նինոսմինդայի մարզադպրոցում Նինոսմինդայի քաղաքապետարանի աջակցությամբ անցկացվեց Ազատության օրերին նվիրված սեղանի թենիսի մրցաշար, որին մասնակցեցին 2012, 2013 և 2014 թվականների ծնված մունիցիպալիտետի 11 դպրոցներից թվով 68 մարզիկներ։ Խաղերն անցան ընկերական ու ջերմ միջավայրում։ Սեղանի թենիսի մրցախաղերին հետևում էին անձամբ Նինոսմինդայի մշակույթի ու սպորտի ծառայության աշխատակիցներն ու մարզադպրոցի մարզիչները։ Ჩვენ ნომერ მე-4 საჯარო სკოლის წარმომადგენლები მე 4 ბავშვი მონაწილეობდა ჩვენი მოსწავლეები ბიჭებმა მოიგეს გოგონებმა წააგეს მაგრამ არაუშავს ეს ტურნირი არის საერთაშორისოა რეგიონალურია და სამოყვარულოა უпростоრად იღებენ ბავშვები გამოცდილებას და არის წარმატებული ბავშვებიც არიან ამ რეგიონში რომელებიც მიიღეს საქართველოს სამოყვარულოში მაგიდის ჩოგბურთში და სტიმული იქნება სხვა ბავშვებისთვის რომ მიბაძონ და სკოლაშიც мотивация იქნება უფრო დიდი რომ მეტი ყურადღება დაუთმონ სპორტს, კერძოდ მაგიდის ჩოგბურთს და მიიღონ ესე ტურნირებზე მონაწილეობა და წარმატებას მიაღწიონ ცხოვრებაში. კარგი ამ რეგიონში რომ ესეთი ტურნირები ტარდება, ხშირად უნდა ჩატარდეს, ჩემი სურვილი იქნება და ბავშვებისაც ალბათ. მადლობას მოვუხდი გამგეობას, წარმომადგენლებს, ბავშვებს, მონაწილეებს და საუკეთესო იქნება თუ ამ რეგიონსაც გავსდებით და სხვა რეგიონის ბავშვებიც მოვლენ და მიიღებენ მონაწილეობას. ბავშვებისთვის ძალიან კარგია, გამოცდილებას იღებენ და დამეგობრდებიან თან გარკვეული სხვადასხვა სკოლის ბავშვები ერთმანეთთან და მადლობა თქვენ რომ დაინტერესდით ამ ტურნირით და აშუქებთ ამ տուրնիրს. Մրցաշարի արդյունքում աղջիկների մրցախաղերից հաղթող ճանաչվեցին առաջին տեղում Նարե Էլոյանը, երկրորդ տեղում Նարինե Սողոյանը և երրորդ տեղում Սիրանուշ Սողոյանը։ Նշենք, որ այս 3 մրցանակակիրներն էլ օրոջալարից էին։ Այսօր մասնակցել եմ թենիսի մրցման, գրավել եմ 3-րդ տեղ Օրոջալար հանրային դպրոցում, շնորհակալություն ենք հայտնում Աշոտ Սողոյանին մեր կողքին լինելու եւ աջակցելու համար։ Տղաների եւ աղջիկների մրցախաղում հաղթող ճանաչվեցին առաջին տեղում Մերուժան Թումասյան Ժդանովականից, երկրորդում էր Նարե Էլոյանը Օրոջալարից եւ երրորդ տեղում Հելբերտ Սողոյանը Օրոջալարից։ Այսօր անցկացվեցին ազատության նվիրված խաղերը, սեղանի թենիսով սկսվեց այսօրվա մրցումները, հետագայում անցկացվում են տարբեր մարզաձևեր, բասկետբոլի, ապրիլի 22-ին մնացած մարզաձևերը հետո ձեր տվամիջոցների միջոցով կտեղեկացնենք։ Սեղանի թենիսում մասնակցում են շուրջ 10-11 դպրոցների աշակերտներ, մրցումները անցկացվեց 2 խմբով, աղջիկների մրցումներում հաղթող դարձավ Նարե Էլոյանը, երկրորդ տեղում էր Նարինե Սողոյանը, երրորդում Սիրանուշ Սողոյանը, բոլորն էլ Օրոջալարի դպրոցից։ Իսկ խաղը մրցումներում տղաների եւ աղջիկների խաղը մրցում անցկացվեց, այդ մրցումներում առաջի տեղը գրավեց Մերժան Թումասյանը, ով եզրափակիչում վերջի մի քանի միավորով հաղթեց Նարե Էլոյանին, աղջիկների մրցման հաղթող, իսկ երրորդ տեղը գրավեց նորից Օրոջալարի դպրոցից Հելբերտ Սողոյանը։ Մրցումները անցկացվեցին շատ արդար, ինչպես միշտ սեղանի թենիսում դե գիտեք, այդքան էլ կոնդակտային սպորտ չէ եւ ամեն ինչը ունենք մեր հարմարանքները, շնորհակալություն մեր մարզադպրոցին եւ քաղաքապետարանին, ովքեր դրամադրել են բոլոր հնարավորությունները, ամեն ինչ ունենք եւ շատ կորեկտ բարեկարգում ամեն ինչ անցավ։ Պարգևատրման արարողությունն իրականացրեցին Նինոսմինդայի մշակույթի ու սպորտի ծառայության ներկայացուցիչները, հանձինս ծառայության պետ Լևոն Վարդանյանի։ Չմոռանանք նշել, որ սեղանի թենիսի հաղթական հորիզոնականներ զբաղեցնող մարզիկները բազմակի չեմպիոններ են եւ հանդիսանում են Նինոսմինդայի մարզադպրոցի սաներ։ Նարե Էլոյանը։ Հաղթող է ճանաչվել Մերուժան Թումասյան։